Զեկուցել Կասկադ համալիրի անավարտ հատվածի Կասկադ մշակութային հանգույց նախագծի ընթացքի մասին։ Այս ծրագրի հետ կապված եւս այս պահին ամենաարդիական process-ը կապված է ծրագրի երրորդ բաղադրիչի հետ, որը նույնպես գերակաշահ է ճանաչվել կառավարության որոշմամբ եւ այս դեպքում արդեն որոշումը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։ Այսինքն մի քանի օրից որոշումը կունենանք, դարձյալ նույն process-ը, որը նախորդիվ նկարագրեցի, պետք է տեղի ունենա, ուղղակի այստեղ գույքերի քանակը շատ ավելի պակաս է, մոտ 40 գույքի հետ գործ ունենք, բայց այս բաղադրիչն էլ իր կարևորությամբ ամբողջ ծրագրի, Կասկադի ծրագրի իրականացման տեսանկյունից է էական, որպեսզի քաղաքաշինական բազմաֆունկցիոնալ համալիրի, քանի որ մենք գիտենք, որ երկու կառուցապատման աշխատանքները պետք է տեղի ունենան զուգահեռ եւ նույն քաղաքաշինական միջավայրի ապահովելու տեսանկյունից, ապա շատ կարևոր է, որպեսզի process-ները տեղի ունենան անխափան եւ սահմանված ժամկետները կարողանան պահպանել ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ ներդրողները։ Շատ բարի, ես կարծում եմ արդեն պետք է քննարկել ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման գործընթացը, որի համար կարծում եմ բավարար փաստաթղթերը արդեն իսկ կան եւ արդեն միաժամանակ հետո դուք ասեք, թե աշխատանքային նախագծի ինչ փուլում ենք գտնվում, ինչ համաձայնությունների ենք եկել եւ այդտեղ մեր համար իհարկե ամենակարևորը մեր կենտրոնական հանգույցի կառուցումն է, որ Երևան քաղաքը ստանում է 36000, ճիշտ եմ ասում, 36000 քառակուսի մետր մոտավորապես ծավալը։ Այո, պարոն քաղաքապետ, 36000 քառակուսի մետր ագոտին։ 36000 քառակուսի մետր ենթակառուցվածք, այտենց տարբեր սրահներով, տարբեր դահլիճներով, մեր նոր թանգարանային ենթակառուցվածքով, երաժշտական նոր դահլիճով, շատ գեղեցիկ եւ այստեղ մեր կենտրոնացումը իհարկե հիմնականում նրա վրա է, թե քաղաքը ինչ է ստանում այս process-ից եւ ինչքան շուտ է ստանում եւ ինչքան որակով է ստանում այդ ամենը։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, այսքանը։